Ընդհանուր առմամբ ինչ կասեք Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի փոփոխման հետ կապված տնային կալանքի, որը խիստ սահմանափակումներով էր, նրա փաստաբանները եւ ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտը ոչ իրավաչափ է գնահատում, դուք ինչ գնահատական ունեք։ Շնորհակալ եմ հարցի համար, բնականաբար տնային կալանքի որոշումը դա ոչ իրավաչափ է, որովհետեւ անմեղ մարդուն զրկել ազատությունից դա ըստ էության չի տեղավորվում որևէ օրենքի շրջանակներում։ Մենք գիտենք, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը ապօրինաբար կանոնավորվել են 2025 թվականի նոյեմբերի 13-ին պոդքասթի շրջանակներում ընդհանրապես պատասխանելով Ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին, հետագայում հունվարի 9-ին նրանց կալանքը ապօրինաբար 3 ամսով երկարացվեց, Նարեկ Սամսոնյանը դիմեց ծայրահեղ քարայրի, հացադուլի, առողջական վիճակի վատթարացման պատճառով հայտնվեց բուժհաստատությունում եւ հետագայում վերաքննիչը տնային կալանքի որոշում կայացրեց։ Տնային կալանքը դա եւս անազատություն է, բավականին մեծ թվով սահմանափակումներով եւ բնականաբար մենք շարունակելու ենք պայքարը, որպեսզի հասնենք ամբողջական արդարության վերականգնման։ Ընդհանուր ինչ եք կարծում, բազմաթիվ ձեր իրականացրած բողոքի գործողությունները, տարբեր գերատեսչությունների դիմաց, տարբեր օտարերկրյա դեսպանատների դիմաց, այդ օտարերկրյա դեսպաններին նաև բողոքնամակ հանձնվեց, միջազգային կառույցները այդ ինչպես արձագանքեցին, արդյոք կար արձագանք եւ ինչպես եք գնահատում, արդյոք ձեր այս իրականացրած գործողությունները որևէ արդյունք տալիս են տղաների ազատ արձակման վերաբերյալ, թե ոչ։ Կիավացիորեն նշեցիք, որ մենք բազմաթիվ բողոքի միջոցառումներ ենք իրականացրել, միջազգային կառույցները մեծ մասամբ շարժում են իրենց աշխարհաքաղաքական ռեալպոլիտիկ աստվածի շրջանակներում, որովհետև այսօր այս իշխանությունը արևմտյան կառույցներին, արևմտյան երկրներին գլխավորապես պետք է որպեսզի սպասարկի իրենց աշխարհաքաղաքական առաջնահերթությունները այս տարածաշրջանում կապված Ռուսաստանի դիրքերի թուլացման եւ նրանք պատրաստ են, ինչպես փորձն է ցույց տալիս, աշկ փակել անգամ ամենաաղաղակող ապօրինությունների վրա, սակայն այնուամենայնիվ կային կառույցներ, որոնք լրջագույն մտահոգություն բարձրացրեցին Հայաստանում տիրող իրավիճակի եւ մասնավորապես Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի կալանավորման համատեքստում Եվրոպայի խորհրդի լրագրողների իրավունքների պաշտպանության հարթակներ դեկտեմբեր ամսին դեռևս բավական կոշտ հայտարարություն տարածել, պահանջելով անհապաղ ազատ արձակում, բայց քիչ են այդպիսի կառույցները եւ դա իրականում բացատրելի է, որովհետեւ այսօր արևմտյան աշխարհը, արևմտյան միջազգային կառույցները հեռացել են իրենց ժողովրդավարական արժեքների ակունքներից եւ շարժվում են այս եվրոպական քաղաքական առաջնահերթություններով։ Եվրոպական միությունից, ինչպես նաև ԱՄՆ դեսպանությունից կոնկրետ առաջարկ, կոնկրետ պատասխան հնչեցվել է, դուք այդ մասին տեղեկություններ ունեք, թե ոչ։ Եղել են ստանդարտ պատասխաններ ԵՄ-ից, մենք դրա մասին ասել ենք, բայց այստեղ կա որոշակի կոնտրաստ, ես հիշում եմ, թե ԵՄ-ն ինչպես էր արձագանքում, երբ որ 2018-ից առաջ ինչ-որ մեկի մազը կարող էր պայմանականորեն ծռվել, իսկ հիմա իրենք հայտարարում են, որ չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Այսքան։ Եվ
Օրեր առաջ այսօր եմ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի հետ կապված հարցեր ուղղել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի եւ նշել, որ Հայաստանում բարի համար դատավարության ենթարկված անձնավորություններ կան։ Ի պատասխան Սրփուհի Գալյանը նշեց, որ ընդդիմադիրների ասածները իրեն չեն հետաքրքրում եւ Հայաստանում որևէ մեկը չի կալանավորվում խոսքի ազատության համար։ Ինչ արձագանք ունեք դուք? Բազմիցս ակցիաներ արեցիք, նշեցիք, որ տղաները հենց ազատ խոսքի համար են բանտարկվել եւ ճնշում են գործադրում նրանց նկատմամբ ազատ խոսք ասելու համար, մինչդեռ հայաստանյան իշխանությունները հակառակն են պնդում։ Շատ կարճ կմեկնաբանեմ, անիմաստ է առասարակ մեկնաբանել վարչախմբի ներկայացուցիչների խոսքը, որովհետեւ բոլորս էլ գիտենք իրականությունը, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչպիսի բռնաճնշումներ են իրականացվում, ազատ խոսքի նկատմամբ, քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, հոգևոր դասի նկատմամբ, բանը ասել են նրան, որ կաթողիկոսի նկատմամբ են քրեական գործառույթ, այս ամենը հանրությունը տեսնում է։